Մրցույթը կկայանա մայիսի 25-ից 29 Օսլոյում, թեև դեռ որոշված չէ, թե մրցույթինով կներկայացնի Հայաստանը, սակայն թեկնածուներից յուրաքանչյուրը իր նախապատրաստական աշխատանքներն է տանում նախընտրական փուլում հաղթելու եւ մեր երկիրը Եվրատեսիլում ներկայացնելու համար։ Նրանց թվում Եվա Ռիվասը այսօր ներկայացրել է այն երգը, որն ընտրվելու դեպքում կհնչի մեծ բեմից։ Եվրատեսիլ 2010 երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու ցանկություն է հայտնել 30 հոգի, որոնց թվում է Եվա Ռիվասը։ Երգչուհին նախապատրաստական մեծ աշխատանքներ է կատարել Եվրատեսիլ մրցույթի հայաստանյան նախընտրական փուլին մասնակցելու համար։ Այսօր նա ներկայացրել է Apricot Stone ծիրանի կորիզ երգը, որի երաժշտության հեղինակն է Արմեն Մարտիրոսյանը, խոսքերինը Կարեն Կավալերյանը։ Երգի շնորհանդեսին ներկային շոու բիզնեսի ներկայացուցիչներ, երգչուհու ծանոթ ու հարազատներ, որոնց թվում էր նաև Լիզ Ասիան, երգչուհի, որը Եվրատեսիլ մրցույթի առաջին հաղթողն է եղել։ Վերջինս հաջողություն մաղթեց Ռիվասին եւ նշեց, կարևորը երգը ստիպեց հուզվել ունկնդրին, ինչն արդեն հաջողության գրավական է։ Թե օտարազգի եւ թե հայ հանդիսատեսի կողմից հատկապես շատ սիրված է Եվա Ռիվասի կատարմամբ Թամամաշխարհ երգը եւ դրա հիման վրա նկարահանած տեսահոլովակը։ Ներկաների խոսքերով Apricot Stone երգն արժանի է Եվրատեսիլ 2010 մրցույթում Հայաստանը ներկայացնելու համար։ Երգը սիրուն երգ է եւ ամենակարևորը, որ կարծում եմ համապատասխանում է Եվրատեսիլի ստանդարտներին, ունի գրկներք, որը հիշվող է, երգը Apricot Stone ծիրանի կորիզ, այսինքն էլի ինչ-որ մի բանով հուշում է, ու դեր ծիրանի երկիր ենք։ Ես Եվային որպես երգչուհի միայն այն մեկ երգով եմ տեսել հեռուստատեսությամբ, բավականին լավ տպավորություն է թողել, բայց այն ինչ որ հիմա ես լսեցի կենթանի կատարմամբ իր, կարծում եմ, որ հիմա ավելի հանգիստ եմ ինձ զգում այդ առումով եւ վստահ կարող եմ ասել, որ նա էլ այդ երեքից որևէ մեկն էլ ով էլ որ լինի, կարող են շատ լավ ներկայացնել։ Հրաշալի աշխատանք է ստեղծվել եւ միայն հաջողություն եմ ցանկանում։ Եվա Ռիվասը պատրաստ է անել ամեն ինչ Եվրատեսիլ 2011-ը Հայաստան բերելու համար։ Սիմա Վարդանյան, Ալեքսանդր Կիրոյան, Արմենիա հեռուստաընկերություն։ Մենք կվերադառնանք քիչ հետո։